Պարտվեց այ ժողովուրդը, իշխանությունը համարում է, որ ինքն է հաղթել, ընդդիմությունը համարում է, որ դեռևս պայքարի հնարավորություններ ունի, այդ սողացող ռեակցիան, եթե ծավալվեց Հայաստանում, դա ամենավտանգավոր բանն է մոնոէթնիկ բազմության համար։ Պարզվում է, որ չկա A, B, C, D տարբերակներ։ Եթե ես եմ այսպես մտածում, իմ մտածածով եմ ասում, միայն որ հա, իշխանությունը կարող է ավելի ձեռ տա, որ հիմա չեղարկվեն ընտրությունները։ Անի եւ կստանա այն ինչ որ հիմա չստացավ ցայնային տոկոտ։ Այս դեպքում լնելու է գզվրտուքով, քաշքշուկով, մարդ գողանալը չի լնելու, սենց ասենք էլի։ Մարդ գողանալը շատ բան, պրիմիտիվ բան է։ Մանդատ կվերցնեն թե ոչ եւ որն է ձեր կարծիքով ճիշտը։ Ճիշտը վերցնելն է։ Դա ցուցադրական այն բեմն է, որը ունի իր անվիճելի ազդեցությունը հասարակության վրա։ Մանդատները կարելի է վերցնել եւ խաղարկել տարաբնույթ կոմբինացիաներ։ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող լինել ընդդեմ ԿՊԱ-ականների, որտեվ հիմնականում իրենց ձևավորած սահմանադրական դատարանն է։ Որն է իշխանության հետ գործարք թե հենց մանդատ վերցնելը։ Դա կարող է լինել հազար ու մի բան, ինչպես նաեւ հազար ու մի բան կարող է նպաստել նրան, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ մանգա թե ով կարող է իրան առաջնորդել։ Եթե արևմուտքը հաղթեց եւ Ռուսաստանը պարտվեց, մեր իշխանության նյարդայնացած վիճակը այսպեսին չէր լինի։ Ընդդիմությունը դիմել է սահմանադրական դատարան, իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու մտորումների մեջ է։ Հասարակությունն առավելույթ հանգիստ է։ Բարը ձեզ Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր իրավիճակը կվերլուծենք գիտնական քաղաքական գործչի հետ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյան, բարի գալուստ կիզակետ։ Բարը ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար, պարոն Խաչատրյան, եւ այսպես իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց, հա, ընտրակաշարք Մեկ ասում ընտրակաշարք եք տվել, մեկն ասում է ընտրությունները կեղծել եք տոտալ։ Վերջը ձեր կարծիքով ով է ճիշտ։ Ով հաղթեց ու ով պարտվեց, եթե այսպես նայենք։ Եթե միայն տոկոսներով չնայենք, դա նկատի։ Հա, չէ, պարտվեց այ ժողովուրդը, որովհետև կամայական այսպիսի ընտրություններ, այն էլ տրամաբանական այն զարգացման արդյունքում, ինչը մենք տեսանք, այսինքն եղել է պատերազմ, որում մենք մեղմ ասենք ունեցել ենք ծայրահեղ վայրի վերումներ, չեմ ուզում պարտություն բառը ասած լինեմ ուղղակի, եւ այն ժամանակ տեղի ունեցան ընտրություններ, որոնցում հաղթեց քաղաքացիական պայմանագիրը։ Ես այն ժամանակ էլ հնարավորություն ունեցել եմ ասելու, որ հա, օբյեկտիվորեն, փաստորեն նախորդող իշխանությունների հետ կապված մեր ժողովուրդը ունի խնդիր։ Ունեցել է խնդիր, որի հետևանքով ընտրվել է պարտություն կրած կողմը։ Եվ դա օբյեկտիվ իրականություն էր իմ համար եւ համարում էի, որ առավել երևի թե հասարակության համար դրական կլիներ, որ այս ընտրություններով տեղի ունենար արմատապես նոր փոփոխություն, որը հնարավորություն կընձեռեր ավելի լայն հորիզոններ դիտարկել, այլևս թույլ չտալ այն շատ դեպքերում աքսիոմատիկ այբենական սխալները, որոնք թույլ տրվեցին եւ որոնք պատճառը դարձան այդ վայրի վերումների, որոնց մասին մենք խոսեցինք, բայց ինչպես ասում են, կյանքը ունի իր օրենքները, որոնք այնուամենայնիվ մեր ծրագրած իդեալական տարբերակներից շատ են։ Այլ եւ այս տեսակետից պետք է խոստովանեմ, որ հա մենք սկսել ենք, այսպես ասած, ընտրակաշարքների պատմությունը ոչ 91 թվից բոլորս լավ հիշում ենք, էլի, որ 91 թվականի ընտրությունները, դրանք առանց ընտրակաշարքի ընտրություններ էին, դրանից հետո սկսվեց ասֆալտ փռելուց, ինչպես եւ տարբեր երկրներում, էլի, կարող ենք Հնդկաստանի պատմությունը վերցնել ընտրությունների մասին, դեմոկրատական եւ այլն։ Եվ տեսնել, որ հա, այդ ամեն ինչը եղել է, եւ հիմա եկել այս յուրօրինակ էնցիկլոպեդիան ընտրակեղծիքների, ընտրախախտումների, ընտրական գործընթացի եղծման եւ աղավաղման վերջին հաշվով բերեց հանգեցրեց նրան, որ ըստ էության կարելի է համարել, որ զարմանալիորեն, ասենք, տեղի ունեցան բաներ, որոնք չէին էլ գրված եւ գրանցված այդ էնցիկլոպեդիայում։ Այսինքն, երբ որ հա աշխատավարձերը բարձրացվեցին մերձակա ժամանակահատվածում ընտրությունների, երբ որ մարդիկ անհատույց վիրահատությունների հնարավորություն եւ բուժօգնության հնարավորություն 65 տարեկան եւ ավելիները ընդհանրապես անհատույց բուժօգնության հնարավորություն ստացան եւ այլն, սա մի շատ մեծ
իր ազդեցությամբ ընտրակաշառք հիշեցնող յուրօրինակ նվեր էր։ Եվ սա չի կարելի հաշվից դուրս դնել, ես ինչու եմ ասում սա, որովհետև ժամանակին իմ լուսահոգի ընկերներից մեկի բոլորիս լավ ծանոթ Վան Հովհաննիսյանի հետ մի թեթև այդպիսի վեճ ունեցանք, ինքը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ այ ձեզ ընտրակաշառք են առաջարկում, վերցրեք եւ ընտրեք ում ուզում եք։ Ու այդ ժամանակ 8 թիվներ, եթե չեմ սխալվում, իմ ու իր միջև եղավ այդպիսի մի խոսակցություն, վեճ չի ասի, որովհետև ինքը շատ լավ հասկանում էր արգումենտացիան, էլի, որ չի կարելի ասել, որ գնացեք վերցրեք եւ անբարոյականանում է ժողովուրդը դրանով, որովհետեւ եթե մարդիկ վերցնում են փող եւ գնում են ու ասում են, որ այ Թորնիկ ջան, առաջիկ ու հեծանիվը մենք կառնենք, որովհետեւ ամեն մեկից ձայնը 10,000 արժի գումարվելու է իրար եւ դրան էլ գումարենք են, որ գնան ու խափեն, այդ նշանակում է, որ մենք անբարոյականացնում ենք հասարակությանը, ինքը խորը թափանցվեց, այս ամեն ինչը մի քանի օր հետո դուրս եկավ եթեր ու նորից էլի ասեց, որ մի վերցրեք, փող մի վերցրեք, որովհետև դա եղծում է մեր հասարակությունը։ Ով հաղթեց, պարոն Խաչատրյան, ասացիք ժողովուրդը պարտվեց։ Ժողովուրդը պարտվեց, ըստ էության իշխանությունը համարում է, որ ինքն է հաղթել, ընդդիմությունը համարում է, որ դեռևս պայքարի հնարավորություններ ունի, թե մեկի, թե մյուսի դեպքում բավական թերահավատություններ ունեմ, կապված կազմակերպական աշխատանքի հետ առաջին հերթին, երկրորդ հերթին կապված այն բանի հետ, որ հնարավոր չի անընդհատ այսպիսի քաղաքականությամբ, այսինքն մեկը մյուսին հաջորդող ձերբակալությունները, որովհետև սա վաղ թե ուշ կհանգեցնի իր դասական ձևակերպմանը։ Այդ դասական ձևակերպումն է սողացող ռեակցիա։ Այդ սողացող ռեակցիան, եթե ծավալվեց Հայաստանում, դա ամենավտանգավոր բանն է մոնոէթնիկ բազմության համար։ Երբ որ պետության իհարկե անվիճելիորեն մենք այդ ճանապարհի վրա ենք, երբ որ այդ ձերբակալությունները բավականին զարմանալի են, երբ որ հետևում ենք, հա, ինչ որ մարդուն կարող են ասենք ձերբակալել եւ ասել, որ կարող եք կարդալ, թե ինչի համար ձերբակալվեց, բացում ես, որ կարդաս, թե ինչի համար ձերբակալվեց, որ դատախազությունում վարվող քրեական գործի վարույթի շրջանակում։ Այ ախպեր հասկանանք էլի թե այդ ինչա, հա, կարելի է խոստանալ, որ ես էս էլ կանեմ, էս մեկին էլ կվոլորեմ, այն մեկին էլ կվոլորեմ, երրորդին էլ, չորրորդին էլ, այն երրորդին էլ, բայց այնուամենայնիվ դա հանգեցնում է կոնկրետ մեկ բանի։ Նրան, որ ամբողջ աշխարհով մեկ տարածվելու է, որ դա սողացող ռեակցիա է։ Ռեակցիա, որը բռնապետության տարբերակա չընդունված եւ ոչ ձեռք սեղմելի։ Այդ նույն, եթե եվրոպական, ասենք, դիտորդներ են, եվրոպական դիտորդները ամենայն մանրամասներով գրանցեցին այն ամենը, ինչը որ հնարավոր էր գրանցել։ Ինչու՞, որովհետեւ 96 թվականի փորձը կար։ 1996 թվականի ընտրություններից հետո եղել է այնպիսի ճնշում Հայաստանի իշխանություններից, Հայաստանի իշխանությունները միշտ պետք է ճնշվեն, որովհետեւ դա բոլոր երկրներից տարբերվող երկիրը մոնոէթնիկ երկիր է։ Եվ այդ լինգը անհրաժեշտ է տրոհել։ Եվ այդ խնդիրը դրված է եւ փորձում են իրականացնել։ Իսկ ինչու պետքա դուք լինեք այդքան տարբեր։ Դուք տարբեր եք, որովհետեւ 98-9% հայեր են բնակվում այստեղ։ Հա, իհարկե դա մեր ցանոթության կենտրոնն է եւ մեզ չէ շրջի գլխի վայր։ Կարող ես միայն անիհիլացնել, փլուզել, տարրերի բաժանել։ Բախտացան մեջ հաջորդ հարցին հասնելը հստակեցնեմ կարճ, այսինքն պարտվողը պարզ է, հաղթողը դեռ անորոշ է, տառացիորեն։ Լավ, այդ պարագայում եթե գնում ենք նաև նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով, ընդդիմությունը ասում է տոտալ ընտրակեղծիքներ, այսինքն այնպիսին, որ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Դրա համար դիմում են սահմանադրական դատական, բայց ինչու դուրս չեկան հենց անմիջապես նույն գիշերը հաջորդող օրին փողոց, իրենց էլեկտորատին չկանչեցին փողոց։ Իրենք ասում են մենք պրագմատիզմ դրսևորեցինք, ոչ թե էմոցիա, ու հիմա սահմանադրական դատարան դիմելն էլ այդ պրագմատիզմի տարր է, իրավականով գնանք, հիմա իրենք իրականում այդպես է, թե փողոցի ռեսուրս չունեն կամ մանդատ են ուզում վերցնել։ Չէ, իմ տպավորությունը այլ է։ Նախ սկսենք նրանից, որ ինչպիսին են երկու կողմերը։ Դուք պայմանական ասենք հակառակորդները։ Մի կողմը ներկայիս իշխանությունը,
ունի ընդդիմադիր դաշտում գործունեության փորձ, հատկապես նրանց առաջնորդը ընդդիմադիր դաշտում գործունեության հետևանքով նստել է բանտից եկել դարձել է իշխանություն։ Նա ունի փորձ, երկու կողմի փորձն էլ ունի։ Մեր ընդդիմությունը հիմնականում դա այն ուժերն են, որոնք գործել են իշխանությունից։ Նրանք ընդդիմադիր պայքարով չի, որ եկել դարձել են իշխանություն։ Հիմա այդ փորձը չկա, նախորդող փուլում այդ փորձի անալիզը, վերլուծությունը, ճշգրտումը, հնարավոր ռեսուրսների կենտրոնացումը տեղի չի ունեցել։ Եվ վերջապես հիմա տեղի ունեցել մի հատ շատ ավելի ծանր բան, պարզվում է, որ չկա A, B, C, D տարբերակներ, որովհետև քաղաքականությունը ինքը չի ենթադրում։ Քաղաքականությունն ինչ է? Կամպանիա, չէ՞, ասում են քաղաքական կամպանիա։ Կամպանիա նշանակում է ռազմական գործողություն։ Ռազմական գործողության կանոնով պետք է ընթանա քաղաքական կամպանիան։ Ինչ է նշանակում այդ քաղաքական կամպանիայի ռազմական գործողության կանոնով ընթանալը։ Դա նշանակում է, որ դուք ունեք պլան A, B, C, D, ոնց որ ասեցինք։ Այդ պլաններից ոչ մեկը չի աշխատելու մինչև վերջ, հիշեք դա։ Չունեն թե չի աշխատելու կներեք։ Ընդդիմությունը չունի։ Ընդդիմությունը հեմ չունի, իսկ դասականը ասում է, որ չի աշխատելու, որտեղ դուք հանդիպելու եք հակառակորդի պլաններին։ Հենց բախվեցիք իրար, իսկ դա ռազմական կամպանիայի պես մի բան է։ Հենց բախվեցիք իրար, դուք կարիքը ունեք փոփոխելու ձեր պլանները։ Ինչից ելնելով դուք պետքա կանխավ այնպիսի աշխատանք արածնեք, որ ասիմետրիկ քայլերի հնարավորություն ունենաք։ Էդ էլ չկա։ Հա, ես ասեցինք այն ինչը որ դասական է, ինչ որ պետքա արվեր, հա, այդտեղ ես խնդիր չկա կարելի նույնիսկ կետ ասել, թե դրանից դուրս ինչ էլի պետքա ըլնի եւ այդ նշածից մեջ ինչ կետեր գոյություն ունեն, որոնք անվիճելի է որ պետքա լինեն, հակառակ դեպքում որևէ հաջողության հավակնություն ընդդիմություն պետքա չունենա։ Անզորությունից դիմեցին սահմանադրական դատարան, եթե այդպես ձևակերպենք։ Փողոցում գործողություն չանելու անզորությունից, այլ պլան չունենալու անզորություն։ Ինչից։ Գիտեք, դա մի բան է, էլի, այսպես ասում են, վոլեյբոլի պես մի բան է, էլի, որ ասում են, վաղ թե ուշ գնդակը կբարձրանա ցանցի վրա եւ հարվածողից է գալի, էլի։ Հա, կարելի է սպասել նաև, բայց այդ սպասելը չի արդարացնելու իրան, որովհետև հակառակ կողմը, այս դեպքում իշխանությունը, անցել է ուղղակի գործողությունների եւ ռեակցիա է տալիս այն ամենին, ինչը դրա նախորդող փուլում է տեղի ունեցել։ Եվ հիմա ընթանում է, ասենք, ես մտածում եմ, որ նույնիսկ, ասենք, եթե ես եմ այսպես մտածում, իմ մտածածով եմ ասում, միայն, որ հա, ավելի իշխանությունը կարող է ավելի ձեռտա, որ հիմա չեղարկվեն ընտրությունները։ Չեղարկվեն, ինքը զգալիորեն ավելի տոկոս է հավաքելու։ Լրիվ նոր ընտրություններ լինեն։ Նոր ընտրություններ եթե լինեն, չկա եղել են ընտրախախտումներ, աղավաղումներ, այս մարդիկ պատժված են դրա համար, ոչ մի խնդիր էլ այդտեղ չի լինելու։ Օրինակ ես, եթե ինձ հարցնեք, եթե ես լինեի, հա ես միանշանակ կգնայի այդ քայլին հաստատ համոզված լինելով, որ որևէ շանս հակառակորդը այս իրավիճակում չունի։ Այսինքն Փաշինյանը, եթե դուք լեք Փաշինյանի փոխան, ճիշտ եմ հասկանում, իսկ ինքը կգնա ձեր դիտարկման։ Հավանականություն, բայց տեսնում եք։ Ես համարում եմ, որ ելնելով այն բանից, որ ինքը փորձը երկու կողմից էլ ունի, ինքը այնուամենայնիվ այդքանը կարող է տեսնել։ Չգիտեմ, կանի չի անի, այդ իր գործն է իհարկե, ինքն է որոշում ինչ անելու, բայց իհարկե դա անվիճելի է, որ ընդդիմության ռենոմեն, այսինքն հասարակական համարումը այսօր տարբեր պատճառներով, սկսած նրանից, որ եղել են ձերբակալություններ, սկսած նրանից, որ մարդիկ գտնվում են այստեղ, կա արտաքին գործոնների ազդեցության պահպանման խնդիր եւս, այսինքն եվրոպացիները, հա, այս իշխանությունների հանդեպ բարեհաճ էին։ Այդ բարեհաճությունը կմնա, թե չէ։ Եթե չեղարկվեց եւ նրանց գրանցած բոլոր այդ հնարավոր ընտրակեղծիքները, խախտումները եւ այլն դարավ ոչինչ եւ մաքուր ընտրություններով նրանք նույնիսկ պետք է սատարեն, չէ՞, որ գա մաքուր ընտրություններով դառնային իշխանությունը, որը իրենց համար, իրենց քիմքին հաճո է։
Այսինքն չեք բացառում կանի եւ կստանա այն ինչ որ հիմա չստացավ ցայնային տոկոտ մանդատը։ Այս դեպքում լնելու է գզվրտուքով, քաշքշուկով, այդ քաշքշուկը իր մեջ պարունակելու է պայթյունային վտանգներ, այդ քաշքշուկը ենթադրում է նաեւ այլ կողմերի միջամտություն, այդ միջամտության էֆեկտիվությունը թույլ է եղել, հիմա կարող ավելի ուժեղ լինի։ Մենք տեսնում ենք դրա ուժեղացումը եւս։ Ինչից ելնելով դա կարող է լինել։ Քանի այդտեղ հասանք, այդ պարագայում այսինքն նոր սահմանադրության թեմանն է առանցքայինը, այլ տարբերակներ ինքը իրենք չունեն, այս եթե մնա այսպես։ Իհարկե, նոր սահմանադրության եւ ոչ միայն նոր սահմանադրության, այլև տարածաշրջանային խնդիրների կոնկրետ կողմնորոշումներով լուծման հարցերն են, որոնք պետք չի պատկերացնել, որ մենք լուսնի վրա ենք ապրում։ Մենք լուսնի վրա հլվոր չենք ապրում։ Մենք շրջապատված ենք երկրներով, որոնք ունեն ուղղակի շահեր, եւ հեչ պատահական չի, որ նրանք բոլորը համարում են, որ Հայաստանի ներսում իրենք լեգիտիմ չգիտես ինչի իրավունք ունեն խառնվել ընտրական գործընթացին։ Կլինի դա Թուրքիան, կլինի դա Ադրբեջանը, կլինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, թե Ռուսաստանը, բոլորը իրավունք ունեն խառնվելու այդ ներքին գործերին։ Ու դա այդպես աշխատում է եւ ըստ էության ստեղծում է բազմակի հնարավորություններ, բազմաթիվ ավելի ճիշտ հնարավորություններ, որպեսզի խաղարկվի նոր պարտիա, որպեսզի ամեն ինչը այնուամենայնիվ իր տեղը գրավի ըստ կարգի եւ ոչ թե խախտումներով, հարաբերական վիճակով, հնարավոր ժողովրդական բունտերի տանող ճանապարհի վրա եւ այլն։ Այսինքն այնպես ավելի հանգիստ կլինի իր համար, քան թե մանդատ, օրինակ ընդդիմությունը, ինչպես ասում են, մանդատ մարդ գողանալ ազգային ժողով։ Չէ, մարդ գողանալը չի լինելու, սենց ասենք էլի։ Մարդ գողանալը շատ պրիմիտիվ բան է եւ չի կարող լինել, որովհետեւ այդ մարդիկ պատասխանատու են բոլորի առաջ։ Հիմա եթե դահլիճ մտան, այդ նշանակմա ծախվել են։ Դահլիճում ամեն ուժից պետք է նստած լինի մեկը, որը պատասխանատու է, որ ոչ մեկը չի մտնում էլ դահլիճ։ Ինքն էլ չի քվեարկելու։ Դա վերջացավ գնաց էլի։ Իսկ կմտնեն թե ոչ։ Մանդատ կվերցնեն թե ոչ։ Եվ որն է ձեր կարծիքով ճիշտը։ Ճիշտը վերցնելն է։ Ինչու դրա օգուտը։ Ես ասեմ դրա օգուտը որն է։ Ընդհանրապես ես սիրում եմ, որ օրինակները մենք վերցնում ենք դասականներից։ Իմ համար ամենադասական հեղափոխականը բոլոր ժամանակների եւ ազգերի համար մնում է Վլադիմիր Իլիչ Լենինը։ Վլադիմիր Լենինը առաջին դումայում ընդամենը ուներ 6 բոլշևիկ падգամավոր։ 6 թե 6 բան։ Եվ խնդիրը կանգնած է, բայց ինչի գնանք էլի, ինչի այս նույն խոսակցությունն է, ինչի լեգիտիմացնենք ցարական իշխանությունը, որը ատելի է ժողովրդի համար։ Մենք գնում ենք եւ դրանով լեգիտիմացնում ենք։ Վերջին հաշվով նրան համոզեցին, որ չէ, այնուամենայնիվ թող լինի, բայց չլինեն այսպես կոչված outstanding բացառիկ գործիչներ, այլ լինեն այն մարդիկ, ովքեր որ կվերկենան եւ բանվոր դասակարգի տեսակետից կհայտնեն բանվոր դասակարգի կամքը եւ ծրագրերը այս կամ այն հարցերով։ Հետո Լենինը գրեց, որ այո, ես սխալվում եի, նա շատ ճկուն գործի։ Դրա համար էլ կարող այդ միակն է, որ կարողացել է աշխարհը գլխի վայր շուրջ տալ։ Այն մյուսները Կարլ Մարքսը, հա տեսաբաններ են գրել են, ված չի, հա, բայց գլխի վայր շուրջ տվողը ինքն է, շարունակողը Ստալինն է։ Այդպիսի երևույթ տեսնում ենք նաեւ Իրանում։ Այսինքն Այաթոլլահ Խոմեյնին շուռ է տվել գլխի վայր, բայց կազմակերպիչը Ստալինի նման եղել է Խոմեյնեին, որին սպանեցին այս հարձակման ժամանակ, այդ բոլորս տեսանք, եւ հիմա ինչու։ Նա ասում է դա անկասելի ամբիոն է, որով մենք մնացինք ողջ, մնացինք կենթանի որպես քաղաքական հոսանք, որպես մեր կարծիքը ժողովրդին ներկայացնող եւ որպես անձինք, ովքեր անվախ ներկայացնում են, թեկուզ այնտեղ ծեծում են իրանց դուրսը, ինչ են անում։ Այս մարդիկ ցույց են տալիս, որ եթե մենք եկանք, այդ ծեծվելով անգամ, մենք եկանք իշխանության, ամեն ինչ արդարացիության ոլորտն ենք բերելու, որովհետև պատրաստ էինք ամեն ինչի հանուն ժողովրդի շահերի։ Այսինքն դա ցուցադրական այն բեմն է, որը ունի իր անվիճելի ազդեցությունը հասարակության վրա։ Անկախ դա Լենինը չի, այլ մեր ուժերն են։ Դե հիմա մեր մոտ, հիմա բերենք Ուկրաինայի օրինակը։ Ունենք այնինչ ունենք, չէ։ Ուկրաինայի օրինակը բերեմ։ Բյուտ Բլոկ Յուլիի Տիմոշենկո, Բյուտ կոչվում էր։ Այս Բյուտը հակասության մեջ էր գոյություն ունեցող իշխանության հետ։ Շատ խորամանկ իհարկե կերպար է, հայկական արմատներով հասկանալի է Տիմոշենկոն բոլորս գիտենք, եւ Տիմոշենկոն հայտարարեց, որ չէ, մենք վերցնում ենք մանդատները, բայց
Փակում ենք դահլիճի այդ հատվածը Ուկրաինայի դրոշով, որի վրա գրված է բյուտ։ Բյուտը Ուկրաինայի դրոշի տակ է, որովհետև Ուկրաինայի շահերը իրական ներկայացնում են բյուտը, այլ ոչ թե մեծամասնությունը, որը կա։ Այդպես էլ մնաց այդ դրոշի տակ։ Այսինքն մանդատները կարելի է վերցնել եւ խաղարկել տարաբնույթ կոմբինացիաներ, առանց որոնց եւ առանց ճշգրիտ ստրատեգիական պլանի, ես նորից եմ կրկնում, էլի, քանի որ ափսոս որ մենք ստիպված ենք այդ այբուբենից էլ խոսալ, բայց այնուամենայնիվ ստրատեգիական պլան, եթե չկա, ես արդեն մեջ եմ բերում դասականի խոսքը, էլի։ Բոլոր տեսակի անգամ տակտիկական հաղթանակները աղմուկ են խանգարող կործանումից եւ անդունդը գահավիժելուց առաջ։ Ուրեմն դու պետք է ունենաս ստրատեգիա, որի տակտիկական խնդիրները իզորուն ունես փոփոխել։ Մի անգամ ես մի այդպիսի կանչել էին, կռված տղեկ էին բամանյանք հայտարարում են, որ вот вяжемся в бой, а там увидим բանը, sense խոսակցություններ ու խնդրեց մեկը թե կլինի որ դու վերկենաս երկու բառ ասես ես եկա ասա հետո վա ասել օրինակ այդ որ вяжемся в бой, а там посмотрим, էլի այդ ասելա Հուլիոս Կեսարն է ասել, այդ ասելա Սուվորովը, այդ ասելա մեծն Նապոլեոնը, բայց ամեն մեկի հետևում կանգնած էր բանակ, որի առաջ որևէ մեկը չէր կարա թպրտար։ Այդ բանակը կազմակերպած էր, որ ասում էին вяжемся в бой, а там посмотрим։ Այսինքն եթե դու չունես այդ կազմակերպած համակարգը, որը ի վիճակի է ճկուն արձագանքել հնարավոր փոփոխություններին, եթե դու չունես այն, ինչը տրված է արդեն քեզ, որպես հարթակ, որովհետև այդ հարթակով ամեն ինչ բան։ Անգլիան, մեծ Անգլիա է դարձել իր թատրոնով։ Եթե թատրոնը չլներ, ոչ մեծ Անգլիա էլ չէր լինելու։ Այդ Շեքսպիրն էլ հավաքական կերպարանա անց չի որպես այդպեսին, բայց երբ որ մենք խոսում ենք նրանից թե իսկ քաղաքական կամպանիան կարող է լինել սիրողական մոտեցումների շրջանակում, իհարկե ոչ, որովհետև սիրողական մոտեցումները ենթադրում են պարտություններ, որոնք կկուտակեն փորձ մինչև կդառնաս պրոֆեսիոնալ։ Այդ ժամանակ այ ժողովուրդը չունի այդ շռայլությունները, մեր ժողովուրդը այլևս ի վիճակի չի սպասարկել որևէ կերպ։ Նրա ռեսուրսը փոքրանում է եւ փոքրանում։ Տեսակ 5 տարի ունեցանք այդ խորհրդարանականի փորձը, չստացվեց ոչինչ։ Հիմա այս խորհրդարան մտնելով կա այդ ընդդիմությունը պահպանում է խորհրդարան մտնելով իշխանափոխության հնարավորությունները որևէ ճանապարհով ու ոչ 5 տարի հետո, այլ ընթացքում։ Դա կազմակերպելուց է։ Այսինքն եթե դա գործում է որպես միասնական օրգանիզմ, որպես ստերեո հնչեղություն ունեցող բարձրախոս երկու ուղղություններով էլ նա իհարկե զգալիորեն ավելի էֆեկտիվ է, քան մեկ ուղղությունով հնչողը։ Բայց դա պետք է կարողանաս կազմակերպել, դա պետք է կարողանաս կազմակերպել ֆիքսելով քո կառույցները, քո հնարավորությունները եւ քո ռեսուրսները, որոնք կամուն չտաս նախքան այդ ընտրությունները կամ ընտրությունների ժամանակ այնպես չօգտագործես, որ դառնա ոչ մի բան, էլի, որ հա, այն Սուվորովի ասած ամեն ինչի համար պատրաստ եմ կյանքս տալ իմ զինվորների, նույնիսկ ձիերի համար, բայց ոչ կռվի դաշտում։ Այնտեղ տես բան չկա։ Իսկ ճանապարհը անվստահության գնալն է, հա, 1 տարի հետո հասնել դրան, գնալ իմպիչմենտի եւ փողոց գեներացնել միաժամանակ։ Այսօրվա ընդդիմության մեջ այդ պոտենցիալը տեսնում եք, ընդհանրապես ինչ եք նախ սպասում ՍԴ-ից, որ այդ համանadrական դատարանի որոշումից ավելի շատ ինչ եք սպասում, որ կպահի ընտրությունների արդյունքները։ Չէ, համանadrական դատարանի որոշումը չի կարող լինել ընդդեմ ԿՊԱ-ականների, որտեվ հիմնականում իրենց ձևավորած համանդրական դատարանն է։ Եթե այն ձեր ասած սցենարը չլինի։ Հա, Փաշինյանից, այն որ դուք ասում եք ես լինեի այդպես կանեի։ Ճիշտ հասկացած եք, եթե այդպես։ Չէ, այդ դեպքում էլ, ասենք, համանդրական դատարանը կարող է նաև հայտարարել, որ չէ, պետք է նոր ընտրություններ, չէ։ Հա, բայց էլի ԿՊ-ին լսելով, ճիշտ եմ հասկանում դες, ոչ ինքնուրույն։ Հա, իհարկե ոչ ինքնուրույն, որովհետև դա հիմա դոլգ պլատիժում կրասին ռուսները ասում են, չէ, որ հա, բոլորիդ բերեթե դրել ենք ոչ նրա համար, որ դուք մեր դեմ գործեք, էլի։ Ավելի բյուրեղացնեմ, համարական դատանի ցանկացած որոշում, երկու տեսակի որոշում կա, ցանկացած, երկուս կա, անվավեր ճանաչել, նշանակել նորը, անվավեր չճանաչել, թողնել ինչպես կա։ Այդ երկուսն էլ առանց ԿՊ-ի, այսինքն երկուսն էլ կլինեն ԿՊ-ը հաճո, ճիշտ եմ դες հասկանում։ Ոչ թե որ ընդդիմությունը ինչպեսին է իրավիճակը եւ ինչպես են այդ մարդիկ հաշվարկում։ Ես չգիտեմ նրանց հաշվարկի առանցքային, ասենք, կողմնորոշումները որոնք են, բայց ըստ իրենց հաշվարկի ալնելու։ Այդ ինչ, որևէ մեկը կասկածում է դրանում։
Եթե Փաշինյանը ուզի նոր ընտրություններ, անվավեր կա։ Քանի անգամ եմ գնացել համանդրական դատարանի նիստերին։ Հիմա գալիս է մի կողմը կանգնում է, ասում է բարև ձեզ, մյուս կողմը պատասխանող կողմին հրավիրում են, ասում է, հա, մենք ասում ենք, որ այս ինչ գյուղում 160 մարդ է քվեարկողները, 260 քվե է այնտեղ եղել։ Ինչպես կպատասխանենք սրան։ Հա, կանգնում է լռությամբ, ոչ մի բան չի ասում։ Երկրորդ անգամ է նույն հարցը տալիս, այս անգամ արդեն համանդրական դատարանի որևէ դատավոր։ Երրորդ անգամ են տալիս, դե լավ, գնացեք նստեք։ Էս չի։ Տեսել ենք էլի դա ոնց է։ Մի հստակեցում են, որ ասում եք այն պլանները պետք է ունենա ու ռազմավարություն ունենա, պետք է ունենան լավ է հնչում։ Դուք տեսնում եք ընդդիմություն ունի այդ պլաններն ու ռազմավարությունը, որ խորհրդանում ձեր ասած Լենին անի կամ չգիտեմ եւ այլն, նման մի բան անի։ Այսինքն հասնի այդ նպատակին։ Չեմ ասում համատենք Լենինի հետ։ Մի համատենք, հա։ Լավ, հասնի իրենց մոտ այդ պլանները դուք նշмарում եք, տեսնում եք ցանկությունը պլանները։ Ու գիտեք, առայժմ չէ։ Առայժմ չեմ տեսնում, այդ կարող է ես չեմ տեսնում, կարող է ներսում կա ինչ որ բան կա, որը ես չեմ տեսնում, հա։ Հնարավոր է էլի, ես սովորական մարդ եմ եւ ոչ մի մարդկային թուլություն ինձ խորտ չի, որպես այդպեսին։ Եվ իհարկե հնարավոր է եւ կան ինչ որ բաներ, բայց այդ բաները երբ որ դրսևորվեցին, նրանց մասին կարելի է նաեւ պատկերացում կազմել, տեսնել ինչ թերություններ կան, ինչու՞մ է թերի, ինչու՞մ է լիարժեք վերջին հաշվով հաշվի առնել գոյություն ունեցող շրջաբերումը մեր շուրջը եւս, որովհետեւ մենք այն ժամանակ ընդհանրապես հաշվի ոչ մի բան չառանք այդ այսպես կոչված 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մենք հաշվի չենք առել, մենք ինչ որ հայտնվել ենք բացարձակ իզոլյացիայի մեկուսացման մեջ եւ հետո եղել է այն ինչ եղել է եւ հիմա մենք փորձում ենք մեր սխալը ճիշտ դարձնել։ Այդ շատ բարդ բան է եւ չստացվող։ Պարոն Խաչատրյան, մի տակտիկական երևելի հարց, որ շատ է քննարկում։ Այսինքն դուք ինչ եք կարծում, այս հունիսի 7-ից մինչև այսօր, տեսեք քանի օր է անցել, այդ առերևույթ հանդարտությունը, փողոց դուրս չգալը, ակտիվ չպահելը, հա, էլեկտորատին, դա նվազեցրեց հեղափոխական կամ իշխանափոխական էներգիան, որ կար հասարակության մեջ, սառեցրեց, այսինքն ի վնաս ընդդիմության աշխատեց, թե այդուհանդերձ դա կա դեռ այդ պոտենցիալը, իրենք կարող են դեռ դա անել։ Գիտեք, պոտենցիալը միշտ հնարավոր է ակտիվացնել, եթե պոտենցիալը որպես այդպեսին չի եղծվում։ Այսինքն, եթե անձինք, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը որպես դեմքեր, կոպիտ բառով ասեմ, չեն անբարոյականանում։ Եթե նրանք անբարոյականացան, այդ հասարակությունը այս հայ հասարակությունն է, նա ոչ մեկին չի ներում։ Այն որ ասում են, հա, ամբողջի մեջ կանգնած յուրաքանչյուր մեկը հնարավոր է լինի եւ պոռնկաբարո եւ հազար ու մի բացական էլեմենտների կարող, բայց ամբողջի հավաքական բարոյականությունը ցանկացած մարդուն խարույկ կբարձրացնի։ Այսինքն պետք է հիշես, որ կամայական տատանումը կհանգեցնի այդտեղ դեֆոլտի, էլի, բացարձակ կփլուզվի ամեն ինչ։ Դա որն է իշխանության այդ գործարք, թե հենց մանդատ վերցնելը։ Դա կարող է լինել հազար ու մի բան, ինչպես նաև հազար ու մի բան կարող է նպաստել նրան, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ մանքա, թե ով կարող է իրան առաջնորդել։ Այդ տարբերակը դուրս է գալու ժողովուրդ սովորաբար։ Դե եթե հանգարց տեղի ունեցան MC բաներ, ինչպեսին է, ասենք, սովը, անհասկանալի գնաճը, սնանկացումը ժողովրդի եւ այլն, դա որտեղ ա եղել, որ տենց հեշտ մարսվել է։ Դուրս գան բոլորի դեմ, այսինքն, եւ իշխանության եւ ընդդիմության։ Ընդհանրապես քաղաքական համակարգի դեմ։ Բայց դե մի բան ասեմ, էլի, եթե կարելի է, եթե թույլ կտաս, ասեմ, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի լինելու, դրանով պետք չի վախեցնել մեր ժողովրդին։ Քաղաքացիական պատերազմը լինում ամենակ այնտեղ, որտեղ հնարավոր է բաժանած տեսնել սպայակույտը, որոնք տարբեր հայացքների են եւ տարբեր կողմերում զորք են կենտրոնացնում, որը պետք է ունենա ներսում ռազմական տեխնիկա, այսինքն արտադրություն, զինարտադրություն, էդ էլ չունենք, ոչ էլ ունենք այն ստրատեգիական խորությունը, որը ռազմական գործողությունների հետ կապված մասշտաբներ է ենթադրում։ Այդ ամենի բացակայության պայմաններում մեզանում ամեն ինչ տևելու է 3-ից 4 օր եւ լինելու է փողոցային լարում, փողոցային լարումն էլ չի կարող ավարտվել ինչ որ շատ մի ծանր երևույթներով, որովհետեւ բոլորը հայ են եւ ոչ մեկը իր հոր ու մոր վրա չի կրակելու։ Դա կբերի նոր լիդերներ փողոցային չի բացառվում, որովհետեւ չի կարող, չէ, անտեր մնալի վերջում։ Չի բացառվում, բայց այնուամենայնիվ դրանք պետք է լինեն մարդիկ, ովքեր ունենան իրենց թիկունքում ինչ որ փորձ։ Թե չէ հակառակ դեպքում դե մեկը որ վեր կացավ
այն բանի առաջին հրեական թագավորի ընտրության նման չլինի, էլի, որ բերեք ամենաբոյով տղին ընտրենք թագավոր, թե ընտրել են այդպես սավուղին, այդպես էլ գնաց կործանվեց, էլի, խեղճ տղեն, որտեղ ընտրել էին, որտեղ բոյով տղա էր, ընդհանրապես լավ էր նայվում մերվից։ Եվ վերջում էլի վերջի հարցը մի թեմա, որը էլի շատ է քննարկում, դեռ քննարկվում է, աշխարհաքաղաքական առումով ով հաղթեց Հայաստանում, ով պարտվեց ու ինչ հետևանքներով, ինչու եմ այդպես ասում, եւ արդյոք հնարավոր է, որ տեսեք, որ ասում եք դեռ անորոշ է ոչ ընդդիմությունը, ոչ իշխանը մեկ ասում են մենք ենք հաղթել, այսինքն պայմանական ասած եւ Ռուսաստանի տեխնացուները եւ Արևմուտքի տեխնացուն իրենք դեռ վստահ հաղթանակ չունեն ըստ էության։ Չէ, վստահ հաղթանակ որևէ կողմը չունի։ Այս ինչ կանեն, դա եմ ասում, աշխարհական առումով ով հաղթեց, ով պարտվեց։ Եվ արդյոք ունեն այդ երկու կենտրոնները, հավաքական երկու կենտրոնները, կամ երրորդը նշեք, պահուստային տեխնացու, որին մենք չենք տեսնում եւ կարող են շատ արագ մտցնել խաղի մեջ, որպես այս թնջուկը։ Նո, այսպես ասենք, պահուստային տեխնացու միշտ հնարավոր է ստեղծել։ Հիմա ես երբ որ հիշում եմ Նիկոլ Փաշինյանին, նա երևի թե տեխնացուների թվում կարող էր լինել այն երրորդը։ Բայց այնուամենայնիվ նրա վրա կանգ առան տարբեր պատճառներով, հիմա չխոսանք ինչ պատճառներով, որովհետև դա բավականին ծավալուն թեմա է եւ ինչպես ասում են տհաճ իմ համար անձամբ որ շատ քննարկենք անհատին։ Անհատը պետք է որ շատ քննարկվի, բայց այն հանգամանքը թե դուք ոնց եք պատկերացնում, դուք պատկերացնում եք Արևմուտք, Եվրոպա, Ամերիկան նրա հետ միասին, Ռուսաստան, Ռուսաստանի թիկունքում կանգնած Չինաստանը որպես ուժ, հարակից Իրանը, որը զգալի բաներ նվեր է տվել Ռուսաստանին պատերազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայում, փրկել է իրավիճակը այնտեղ օբյեկտիվ լինենք ԱԹՍ-ների հարցում հատկապես եւ հիմա ստանում է զգալի օգնություն Ռուսաստանից, հետեւաբար նաեւ Ռուսաստանի շահերը նրանում կան։ Հիմա Թուրքիան որպես այդպիսին Խաքան Ֆիդանը հենց այնպես չգնաց Պուտինի մոտ եւ այդ երթը շատ շատերը պայմանավորում էին նաեւ Հայաստանի հետ եղած հնարավոր հակասությունները լուծելու փորձերով Թուրքիայի կողմից, ինչը իմ կարծիքով այնքան էլ պետքա որ այդպես չլինի, որովհետև Ռուսաստանը այդքանը հասկանում է գոնե, էլի, որ եթե Թուրքիայի ասելով է ինչ որ բան լինելու, դա մահ է, էլի, իր համար։ Այդ մոտեցումները բերեք մի կողմ դնենք, էլի։ Բայց այն հանգամանքը, որ հա հնարավոր է որ նոր լիդերների վրա էլ կանգնեն, դա բացառված չի։ Երկու կողմն էլ, չէ՞։ Երկու կողմն էլ կարող են կանգնել, ուղղակի ամբողջ հարցն անում է, որ Եվրոպայի հնարավորությունները բավականին սուղ են այսօր։ Հատկապես կապված այն բանի հետ, որ Ամերիկան աշխատում է կապ չունենալ Եվրոպայի հետ։ Ամերիկան, ասենք, ճիշտ է, որոշ դեպքերում, ասենք, նաև եվրոպական ինչ որ շահեր փորձում է սպասարկել, բայց ըստ էության նա չի ուզում էլ ծախսվածնի, որովհետև մտել է այնպիսի թնջուկի մեջ, որը մահացու վտանգ է իրանից ներկայացնում ոչ թե Ամերիկայի, այլ ներկայիս վարչակազմի համար Ամերիկայի, որովհետև ժողովուրդը արդեն սկսել է չհասկանալ, էս ինչ ա եղել, ինչի պետք է մենք Իսրայելի համար գնանք մտնենք, կորուստներ տանք, էս լինի, այն լինի, այնտեղ շատ ծայրահեղ երևույթ է, էլի 59%-ը բացարձակ քվեարկում է դրան դեմ։ Այդ պարագայում հաղթողն ու պարտվողն էլ դե ասեք, եթե ներսում մոտավորապես որոշեցինք դրսից ով էր կար շահող եւ տուժող այս պահին ընտրություններից Հայաստանի։ Գիտեք, այս պահին դե շատ բան կախված է նաեւ նրանից, թե այնտեղ ինչ զարգացումներ են ընթանում։ Հիմա Եվրոպայի լիդերները, ովքեր որ նույնիսկ եկել են այստեղ եւ ռեկլամել են, ասենք, ներկայիս իշխանություններին, նրանք շատ ցածր հասարակական համարում ունեն, շատ ցածր եւ նրանց փոխելու է հենց իրենց ժողովուրդը, այդտեղ որևէ կասկած կարող եք չունենալ, նրա Ստարմերին տեսնում եք, էլի, ես ստորացված եմ, ես ինձ զգում, որ Անգլիայի պատմությամբ երկար ժամանակ զբաղվել եմ, ասենք, հա, դպրոցական նստարանից սկսած ու մեկ էլ հանկարծ տեսնում եմ, որ այս մարդու երեսին ինչ ասես, ասում են, որ թող գնա, էլի, թող գնա, դու ես, դու այն, այ մարդը կանգնել է ու չի գնում, էլի, չի գնում։ Այդ ստորացուցիչ է, էլի, որ այտենց երբեմնի թեկուզ իմպերիայի համար, բայց չի կարելի այտենց անել։ Բայց այդ մարդիկ գնալու են։ Արդյոք այն եկողները ունենալու են միևնույն կողմնորոշումը, միևնույն ձգտումները այս տարածաշրջանում։ Իսկ արդյոք տարածաշրջանում վեր բարձրացող նոր ուժը, ինչպիսին է Իրանը, ինչ որ ազդեցություն ունենալու է այդ ուղղությամբ, չի ունենալու այդ ուղղությամբ ինչ որ ազդեցություն։ Ադրբեջանի խնդիրները ինչպես են լուծվելու, որտեղ այդ խնդիրները արկախված են օդում։
Այդ ոչ մեկին թող չթվա թե Ալիևը ավտոնոմ որոշումներ կայացնում է, որոշում է հարձակվել Հայաստանի վրա կամ չհարձակվել, իսկ պատերազմը չգիտեմ ինչի գալիս է մեր դուռը թակում, ասում է կարելի է մտնել ներս, ու նոր եթե մենք թույլ ենք տալիս ինքը մտնում է ներս։ Այդպես բան չկա աշխարհում։ Այսինքն բարձունակ պնդումը կա, որ արևմուտքը հաղթեց թեկուզ ժամանակով Ռուսաստանը պարտվեց, դրան էլ պատասխանը կավարտվեց։ Տեսեք, եթե արևմուտքը հաղթեց եւ Ռուսաստանը պարտվեց, մեր իշխանության նյարդայնացած վիճակը այսպեսին չէր լինի։ Այս ռեակցիան մենք չէինք տեսնի։ Այդ նշանակում է, որ կա ներքին նյարդայնացում, որովհետեւ խեղդողակ է օգտագործվում Հայաստանի դեմ։ Դա հեչ լավ չի։ Այսինքն միանշանակ չի կարելի պնդվել, որ օրինակ Ռուսաստանը պարտվել է։ Չէ, ոնց կարա Ռուսաստանը միանշանակ Հայաստանում պարտվել։ Ոնց կարա։ Հա, ինչ որ խորթություններ, ինչ որ խնդիրներ, ինչ որ խնդիրներ առաջացել են, ոչ մի հարց չկա այդտեղ։ Բայց էլ ունենք, որի վրա կարելի է ինչ որ չափով հենվել, բացի Ռուսաստանից, Իրանից ու Չինաստանը բավականին տարբեր է դրանցից որպես երկիր, որովհետև նա աշխատում է չմտնել ոչ մեկի ներքին գործերի մեջ, համարելով որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր սխալը բոլորի գործերի մեջ մտնելն է, որովհետև որ մտար ստիպված ես մտնել, քո շոշափուկները մտցնել, ծախսեր անել, դու խորտակվես այդ երկրներում, ինչ կլնես, այդ པարզ չի։ Չինաստանը առաջարկում է լրիվ այլ քաղաքականություն։ Գալիս եմ, սարքում եմ, իրար հետ շահագործում ենք, իմ եկամուտը ես վերցնում եմ, մնացած տալիս եմ իշխանություններին այդ երկրի։ Իշխանության հեմման կետը արևմուտքն է, թե այդուհանդերձ Ռուսաստանին պահում են իրենք դեռ որպես։ Չէ, իրանք շատ լավ հասկանում են, որ այստեղ Ռուսաստանի ծավալային դրսևորման ուրիշ գոյություն չունի։ Չկա։ Հիմա բոլորի համար պարզավոր, եթե Ռուսաստանի օգնությունը չլինի Իրանին, Չինաստանի օգնությունը չլինի Իրանին, Իրանը այդպես չի խոսա, էլի, Ամերիկային կաշկանդել է Իրանը։ Երբ որ դու նայում ես Թրամփին, հա, տեսնում ես որ Թրամփը մոտավորապես այնպես է վարվում, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Թրամփը հայտարարում է, որ էս ինչի էլ, էս ինչ է, այն ինչի էլ չեմ թողի, որ գնաք հետ Պարսկաստան եւ այլ, ինչի՞ց է, որտեղ նյարդայնացած է, չունի ելք, ուժի ճանապարհով չի կարողանում լուծել խնդիրը։ Հիմա մեզանում եւս հասկանալի է, որ այս տևական դառնալու դեպքում այս process-ը կարող է իր հետ բերի ծանրագույն ներքին դեֆորմացիաներ եւ սպասումներ արդեն հասարակայնության համար, որ այդ խեղդողակը հանեք մեր վզից։ Դա տենց չի։ Մեկը վերջում ավարտեցինք նորից եկանք այն հրակացության, որ այն որ դուք ասում եք ես լինեի իրենց փոխարեն կգնա իրենց եթե շահերից ելնեմ իշխանության ամրապնդման, այդ ամեն ինչը ցրելու ինչ որ լեգիտիմության գոնե տպավորություն ստեղծելու համար վերջում եկանք դրան։ Ի վերջո բոլոր խեղդողակները նաև կտրելու ժամանակով։ Նոր ընտրություն նշանակելն է։ Դրված է, հաղթել եմ, որևէ տատանում չի եղել, այս ուրիշ է։ Այսինքն ինքն էլ է հասկացել, որ 21-ի Փաշինյանը չի, դե առավելևս 18-ինը չի։ Ինքը շուտ էր հասկացել։ Երբ որ դու գնում ես որևէ տեղ հանդիպման եւ մի զգալի հատվածը, հավաքովի հատվածը, որ տարել ես հետդ, դրանից հետևում է, որ դու գիտես արդեն, որ էլ այն չի։ Այդ պետք չի թաքցնել, էլի, դա բան չի, էլի, այն չի, որ պետք է դիմակ դնես, որ այ չէ, ես իմի էլ լսեմ, այտենց չի։ Հա, դու կորցրել ես այդ, ես դրա համար եմ ասում, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ հիմա նոր ուժ գար, բայց ոչ այն հին ուժերը, որ եղել են, ոչ էլ այն ուժը, որը պարտություն էր բերել երկրի վրա։ Ստրատեգիական կորուստներ ենք ունեցել վերջին հաշվով։ Դա ոչ մեկին չի ներվելու։ Կարելի է պատկերացնել, որ հա այսօր մի 6 ամսով էլ, մի տարով էլ, 5 տարով էլ երկարացնենք մեր լսեք ճոճանակը ինչքան հերու հրեցինք մենք, հույսով որ էլ հետ չի գալու, այնքան ծանրահարվածն էլ նելու վերջում։ Ես մի քիչ զարմանում եմ այդ բաների վրա, պետք է սրանք էլ խոսանք, բան, էլի։ Ունենք այնպիսի քաղաքական դաշտ։ Հա, այս իրավիճակը ցավոք սրտի։ Շատ շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանն էր։ Կիզակետի թողարկումները շատ տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին կհանդիպենք։